Մեկից 9 թվերի սիրային համակեցությունում այժմ անդրադառնանք մեկից 9 թվերի հարաբերություններին։ Դա կառուցում ենք հետևյալ կերպ. եթե թիվը միանիշ է ծննդյան օրվա, մնում է նույնը, իսկ եթե երկնիշ է, այն բերում ենք միանիշի, գումարելով թվերը մինչև ստացվի 1-ից 9 համակարգում ընկած նիշերը։ Օրինակ, մեկի դեպքում այս համախումբը ներկայացնում են 1-ը, 10-ը, 19-ը և 28-ը։ 1-ը 2-ի հետ, սա ուժի և զգայունության համադրություն է։ 1-ը առաջնորդ է, նախաձեռնող, իսկ 2-ը հարմարվող և զգացմունքային։ 1-ը պաշտպանում է, 2-ը մեղմացնում է հարաբերությունները։ 1-ը 3-ի հետ, սա ավելի թեթև և կենդանի համադրություն է։ 3-ը բերում է շփում, հումոր և շարժ, իսկ 1-ը ուղղություն և նպատակասլացություն հարաբերություններում։ 1-ը 4-ի հետ, սա կարգի և կառուցվածքի համադրությունն է։ 1-ը շարժիչ ուժն է, 4-ը հիմք և կայունություն։ Այս հարաբերությունը կարող է դառնալ երկարաժամկետ, եթե 1-ը ընդունի սահմանները, իսկ 4-ը փոփոխությունները։ 1-ը 5-ի հետ, սա ազատության և ուժի զույգ է։ 5-ը չի սիրում սահմանափակումներ, և դա օգնում է 1-ին չդառնալ չափից ավելի վերահսկող։ Սա անկանխատեսելի կապ է, եթե յուրաքանչյուրը չի վերահսկում իր բնավորությունը։ 1-ը 6-ի հետ, այստեղ 1-ը դառնում է պաշտպան, իսկ 6-ը հոգատարություն և ընտանիքի զգացում է բերում։ Սա կարող է դառնալ ջերմ հարաբերություն։ 1-ը 7-ի հետ, սա ավելի փակ և մտածող զույգ է։ 7-ը ներաշխարհ է, խորություն, իսկ 1-ը գործողություն։ Նրանք հաճախ հասկանում են իրար, բայց երբեմն էլ տարաձայնություններ են լինում սկզբունքների առումով։ 1-ը 8-ի հետ, սա ուժի և իշխանության համադրություն է։ Երկուսն էլ ուժեղ էներգիա ունեն, և եթե չլինի հավասարակշռություն, կարող է դառնալ մրցակցություն, բայց ճիշտ դեպքում մեծ հաջողությունների հիմք է։ 1-ը 9-ի հետ, սա առաջնորդի և համընդհանուր սիրո համադրություն է։ 1-ը կենտրոնացնում է նպատակները և ուղղում դրանք առաջ, 9-ը ընդլայնում է դրանք։ Սա կարող է լինել բարձր գաղափարներով հարաբերություն և երբեմն տարբեր արժեքներ։